Պարոն Հովակիմյան, ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, երբ արդեն պարզ էր, որ ուժերն են անցնում խորհրդարան, ձեր նկարներով բազմաթիվ էջերում, այսպես նկարչի կերպարով լուսանկարներ են տարածում, ձեզ անվանում էին նկարիչ, ԽՊԻ նկարիչ, ձեր արձագանքը ինչպիսին է բոլոր մեկնաբանությունները, նաև ընդդիմությունը, կարծես ասում են ժամանակին ՀԺ Նիկոլ Փաշինյանի համար աշխատած Հովակիմյանից ինչ պետք է սպասել, այս դիտարկումները եւ նաեւ լուսանկարներին ձեր արձագանքը եւ այսօր Նարեկ Կարապետյանի հետ կապված այսպես ենթադրվում է, որ կվարվեք այնպես, ինչպես նախկինում ուսումնիմադիրների դեպքում է եղել։ Կզրկվի անձեռնմխելիությունից Նարեկ Կարապետյանը ունե ձեր պատասխանը, ինչպես մենք տեսնենք նախկինում ընդդիմադիր այլ գործիչների դեպքում եք հնվարվել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նախապես սկսեմ վերջից ձեր հարցի։ Նախ ուղղակի ես քան որ մեղքիչ թաքցնեմ, ես կան լրագրողներ, ում ճանաչում եմ այսպես վաղուց հին, այսպես իմ նախկին կյանքից եւ կան լրագրողներ, որոնք որ նորեն 1980 որ չեմ ճանաչում։ Դուք որ Ուզում ասեմ, որ մեզ հետևում են օնլայն հետևողներ։ Հրապարակորաթեթ Աննա Պապիկյան։ Աննա Պապիկյան։ Տիկին Պապիկյան։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքացիները իրենց նախապատվություններով, նկատի ունեմ, ասենք Հայաստանի տերևնության իրադարձություններով կարող են ազատեն ով ինչպես ցանկանում է գնահատական տալու։ Եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի կամ զրպարտության շեմը, տվյալ դեպքում, ասենք իրավական գործընթաց հարուցելու հիմքը կարող լինել վիրավորանքի շեմը հատելը, ես տեսել եմ սոցհանցերում եւ այդ վիրավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ուսման ժամանակը։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ արդար թափանցիկ։ Այդ ընտրությունների բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումները անհամեմատ քիչ են եղել։ Բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես ասած, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել եւ այդ լարվածությունը, այդ նաև էմոցիաները դրանով է պայմանավորված եղել։ Բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։ Եվ սա բնական է, սա ընդամենը զարգացման ընթացք է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններն էին միշտ առաջընթաց ունենում, այդ թվում նաև տեխնիկական ապահովման մյուս խնդիրներով այս ընտրությունները ևս։ Բայց կար մեծ էմոցիա, մեծ, այսպես ասած, լարում, որ կրկնում եմ այդ քաղաքական ուժերի ակնկալիքներով, հույսերով, չգիտեմ։ Պարոն Հովակիմյան, ներողություն, ձեզ մեղադրում են շատերը ԲՀԿ-ի ձայները գողանալ մեջ եւ ձեզ ասում են ձայների գող։ Մանդատան գողության մեջ են ձեզ մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ։
Հիմա դուք այդ հարցը հնչեցնելով ընդհանրապես դուք եք ինձ փոխում վիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն, կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքեմ, դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորելի դերում։ Եվ ես պիտի պարմական լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ է վերաբերվում, որտեղ դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ ձեռք մնացեք, որտեղ այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեր մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա, խնդրանքս, կարող եք խնդրանքս հարգել և չանել, կարող եք խնդրանքս անտեսել և շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է, ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք հետ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։ Պարոն Հովակիմյան, շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ այդ մանդատագող եւ ավելի վատ բաներ նախկինում Ուկուչյանին են ասել, երկրորդ սա վիրավորանք ընդհանրապես հանրության գնահատականն է, որ մենք փոխանցում ենք ակնկալելով ձեր արձագանքը։ Երրորդ, երբ որ դուք լրագրողական մասնագիտությունից եք խոսում ու մնացածի ոտնատակ բան, ես իմ ձեռքի տակ էր հայտնվել մի գրություն Նիկոլ Փաշինյանի նամակը կարծեմ կալանավարից ուղված հայկական ժամանակի տարբեր լրագրողների, այդ թվում ձեզ, հիմա բառացի չեմ հիշում, որ շատ փորձում եմ հեռուստի մեջ կգտնեմ այդ գրությունը, որտեղ նաև ինքը ձեր հասցեներ բավականին կոշտ դիտողություններ անում, ձեր հասցեներ կոշտ գնահատականների, իմ կարծիքով վիրավորական գնահատականներ հնչեցնում, որ դուք վատ լրագրող եք եւ չեք կարողանում լավ հոդվածներ գրել, այնպես որ եկեք եթե ուզում ենք վերադառնալ անցյալը, անցյալում շատ հետաքրքիր բաներ դրվագներ կարելի է բան անել, փորձել գտնել։ Խնդրում եմ լրագրողներին այդպես մի պիտակավորեք կամ թիրախավորեք, որ մենք վիրավորանք ենք փոխանցում։ Մենք փոխանցում ենք հանրության գնահատականը։ Մարդիկ ձեզ ասում են, որ դուք գողացել եք մանդատները, որ դուք թվանկարչությամբ եք զբաղվում, դուք խլեցիք ԲՀԿ-ի ձայներն ու մանդատները, հազարավոր մարդիկ, որոնք որ ձայն են տվել այդ քաղաքական ուժին եւ ինքը այդ քաղաքական ուժը անցողիկ շեմը հաղթարել էր, ըստ գնահատականների, այդ թվում այդ ուժի գնահատականների, ասում են, որ Հովակիմյան Վահագնը իր թիմով, այստեղ տիկին ունեն մյուսները նստած, բոլորով միամուր խլեցիք իրենց մանդատները, անտեսեցիք, ոտնահարեցիք, ոտնատակ տվեցիք հազարավոր մարդկանց քաղաքացիների ձայները։ Հիմա դուք ինչու եք վիրավորվում։ Եթե Մոկուչյանը երևի նայում ասում է ոնց։ Ես ուզում եմ ասեմ, դուք հարց եք, ես հասկանում եմ, դուք քաղաքական գործունեությամբ եք ցանկանում զբաղվել մանդատ կստանայի։ Այդ արդյոք որ ինձ առաջարկներ եղել են չեմ ուզել, որ ուզենայի զբաղվի մանդատ կտայք հիմա դուք բարեբախտաբար չեք տվել։ Պարոն դուք կարող եք ազատ եք զբաղվել հանրային գործունեությամբ, ես լրագրությամբ դուք պարոն իմ ընկալմամբ դուք հանրային գործունեությամբ եք զբաղվում, որը լրագրության հետ կապ դա ձեր կարծիքն է, պարոն ես բոլորս գերոջ խոսքեր դուք լսեք, պարոն Մակարյան, դուք ինքներդ եք, դուք ոչ մյուսների, դուք ինքներդ եք լրագրողի մասնագիտությունը ձեր վարքով այնպես այո, պարոն Մակարյան, ես Պարոն Մակարյան, այդ մասներում ինչ եք լրագրողների, ես չեմ հիշում ձեր հետ, հարգելի պարոն Մակարյան ջան, երբ որ հարց եք տալիս, բարի եղեք լսել պատասխանը եւ խնդրում եմ ձեր վարքով
լրագրողի գործը մի վերածեք, այսպես ասենք, պաշտոնյաների հետ կռիվանող կամ բանավիճող մասնագիտությամբ։ Ես կրկնում եմ, պարոն Մակարյան, ես հիմի հենց ձեր հարցին եմ պատասխանում, եթե համբերություն ունենաք լսելու, համբերություն ունեցեք, պարոն Մակարյան, համբերությունը գիտեք ինչ բան է։ Կամ պատասխանեք հարցին, կամ անցնեք։ Պարոն Մակարյան, լավ, հետ եմ ասում, պարոն Մակարյան, ես ուզում եմ պատասխանը, դուք անդադ զուգահեռ խոսում եք։ Պարոն Մակարյան, կլինի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք։ 20 վայրկյան դեն չեմ անում։ Կրկնում եմ, պարոն Մակարյան, պաշտոնյաների հետ վիճելը դա լրագրողություն չի։ Ես փառք Աստծո եղել եմ թերթի լրագրող, ինչ-որ գրել եմ, ի տարբերություն, ասենք, ներկայիս ունակ կայքերի այս աշխարհի, ոչ ոք ջնջված չի։ Ու ես երբեք, այո, սուր հարցեր շատ եմ տվել, իմ ոլորտներում եղել եմ ամենասուր հարցեր տվել, բայց երբեք իմ հարցերի մեջ վիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր, ձեր հարցը վիավորանք էր, ձեր հարցը ամբողջությամբ, ասեք, որ բառներ վիրավորանք, հենց հիմա ներողություն խնդրեմ։ Որ բառներ։ Կարող եք լռել, հարց եք տվել, ունեցեք դուք ձեզ հարգեք, ես կարող եմ լռել։ Ես չեմ անում տղամարդկային, ասեք, որ հարցը։ Պարոն Մակարյան,